Տիկին Վարդանյան, ոչ թե այդ օրենսդրական հսկողության խնդիր է, այլ օրենսդրական փնթի աշխատանքի հետևանք է։ Ես ուզում եմ հիշեցնել, այս փոփոխությունը, որով անձնանունների արգելքը դրվեց, 2022 թվականին է եղել։ 2024 թվականի դեկտեմբերին, այսինքն մեծ փաթեթով, այս ամբիոնից, որ գովաբանվում էր այդ փոփոխությունները, որ մանրակրկիտ նայվել են, քննարկումներ են եղել, Տիկին Ջուլակյանն էլ ոգևորված պաշտպանում էր այդ փոփոխությունները, այդ ժամանակը եւ նաեւ հիմնավորման մեջ էլ եք դա նշել, որ տեխնիկական պատճառով նախադասություն բառը փոխարինվել է պարբերություն բառով։ Իդեպ 81-րդ հոդվածի երկրորդ մասի պարբերությունը, որ արդեն վերջնական ակտում փոփոխության է ենթարկվել, հենց այդպես էլ կա, բայց երկրորդ նախադասությունը ընդհանրապես անիմաստ էր, որ վկայակոչվեր։ Բայց դուք հիմա բերել եք փոփոխությունով վերականգնել եք նախկինը։ Հետևաբար, եթե ի սկզբանե նպատակը սա թողնելն էր, օրենսդրական այդ փնթի աշխատանքը չպետք է լիներ։ Ու ամենակարևորը, հիմա երբ ընտրական գործընթացը սկսվել է, հայտարարվել է, հանրապետության նախագահը հրամանագիրը ստորագրվել է եւ արդեն քաղաքական ուժերը հայտ են ներկայացրել, այս փոփոխությունը այո հիմնարար է, ազդում է ընտրության արդյունքների եւ ընտրարշավի ամբողջ գործընթացի վրա, բայց ես շատ ավելի կարևոր եմ համարում հիմնական նախագիծը ներկայացնելու ժամանակ էլ ավելի բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Շատ ավելի հիմնարար իրավունքների իրացման մասին։ Սա իրավունքի իրացում չէ։ Սա վարչական կարգով արգելք է։ Հիմնարար իրավունքները պետք է վերաբերեն օրինակ տնային կալանքում գտնվող անձի քվեարկությանը մասնակցելուն, որ կարգավորված չէ, տնային կալանքում գտնվող անձի քարոզչությանը մասնակցելը, որ կարգավորված չէ։ Այսրանք իրավունքի իրացման հարցեր են, որոնց կանդրադառնամ հիմնական այս նախագծի հիմնական քննարկման ժամանակ։ Բայց Տիկին Վարդանյանը ջերմոցների մասին օրենսդրական նախաձեռնության մասին էր խոսում։ Ինքը ջերմոցների մասին նախագծի մասին էր խոսում, տենց սաղ ինչ ունեիք ասելու իրան ասեցիք։ Չէ, մենք չենք բանան նեղ սրտում, բայց այնուամենայնիվ էլի։ Հա, ջերմոցներին էլ է վերաբերվում, համաձայն եմ, խնդրեմ համեցեք։ Եվ ջերմոցային պայմաններում աճեցված քաղաքական գործիչներին էլ է վերաբերվում, համեցեք, պարոն Ալեքսանյան։